Բարև ձեզ։ Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մայիսի 19-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր ես ուզում եմ կարճ, բայց անպայման անդրադառնալ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերություններին։ Ինչքան հասկանում եմ, Դոնալդ Տրամպի համբերությունը լցվեց ու չի բացառվում, որ ուժային քայլեր արվեն Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ ուղղված։ Մյուս թեման, որը ուզում եմ շոշափել, դա կապված է Ադրբեջանի քաղաքականության հետ Միջին Միչանսկի նկատմամբ։ Միջին Միչանսկ այդ մեծ կարևոր ծրագիր Հայաստանը Դոնալդ Տրամփ ծրագիրը իրականացնելով կդառնա այդ Միջին Միչանսկի լիարժեք մաս, կարևոր մաս, ու ինչ քայլեր է անում այս փուլում Իլհամ Ալիևը այս Միջին Միչանսկը ուժեղացնելու, զարգացնելու համար։ Շատ օգտակար կլինի իմանալ դրա մասին եւ մեր կառավարությանը եւ մեր հասարակությանը։ Դա էլ կլինի այսօրվա թեմաներից մեկը, որը մենք անպայման կքննարկենք։ Այսօր ես ուզում եմ նաեւ անդրադառնալ ներքին քաղաքականության թեմաներին, պարզ է, գնում է ընտրարշավը, 11-րդ օրն է այս ընտրարշավի, այո, ոչ ֆորմալ ընտրարշավը վաղուց է սկսվեց մեր ազգային ժողովի ընտրությունների հետ կապված, որոնք պետք է անցնեն հունիսի 7-ին, ընտրարշավը ոչ ֆորմալ վաղուց է սկսվեց, բայց օրենքի համաձայն ընտրարշավը սկսվեց մայիսի 8-ին, այսօր 11-րդ օրն է, ինչ վիճակ մենք ունենք, ես մի քանի գնահատականներ իմ ուզում եմ ձեզ տալ, իմ դիտարկումը, ուսումնասիրությունը, ով ինչ շանսեր ունի, անպայման ուզում եմ ասել, ու ուզում եմ ասել նաև նրա մասին կան այլ կարծիքներ, թե այդ բևեռացումը այդքան ուժեղ է, որ այլ ձայները ընդհանրապես չեն լսվում։ Որ բևեռացման մասին է խոսքը, դուք գիտեք, մի կողմից քաղաքպայմանագիրը, որը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից 3 ռուսամետ ուժեր, Հայաստան, ուժեղ Հայաստան դաշինքները եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Այս բևեռացված իրավիճակի հետ կապված իմ կարծիքը ուզում եմ ասել ու այլ ինչ գաղափարներ կան, որոնք ինչ որ չափով այլընտրանք իրենցից ներկայացնում են։ Ու պարզ է ես կանդրադառնամ այն թեմային, որ մենք տեսնում ենք հաճախ թեժ բանավեճեր եւ քաղաքական ուժերի միջև եւ բավական թեժ բանավեճեր առանձին դեպքերում օրինակ վարչապետի եւ քաղաքացիների միջև բավական լարված վիճակ է հանրապետությունում ինչ անել որ թույլատնենք այս լարվածության վիճակը ես պնդում եմ որ Ռուսաստանը ուզում է ամեն ինչ անել որ ապակայունացվի վիճակը Հայաստանում, որ ինքը կարողանա Ռուսաստանը նորից վերահսկել Հայաստանը։ Գործող իշխանությունները կարողացան վարել բազմավեկտոր քաղաքականությունը կամ բալանսավորված քաղաքականությունը ու այս քաղաքականությունը պարզ է Ռուսաստանին դուր չի գալիս, այդ արշավը հայտարարությունների Հայաստանի դեմ ուղված բոլորը հիշում եք, գրեթե ամեն օր մենք դա տեսնում ենք, բայց Ռուսաստանը իմ կարծիքով հասկանում է, որ այդպես հեշտ չի լինի բերել իշխանության գլուխ Հայաստանում ընտրությունների միջոցով ռուսամետ ուժեր։ Դա է պատճառը, որ իրանք իմ կարծիքով սկսեցին իրականացնել պլան B, երկրորդ պլանը։ Ինչու է կայանում այդ պլանը, հենց փորձել ապակայունացնել Հայաստանը։ Այդ դեպքում լեգիտիմությունը ամբողջ ընտրական process-ի կանգնի, պարզ է որ այդ դեպքում ավելի կառավարելի կլինեն իշխանությունները Հայաստանի։ Դա է պատճառը, որ ստեղ մենք ունենք վտանգներ։ Դրա մասին էլ մենք կխոսենք այսօր։ Ուրեմն, սկսում ենք մեր աշխատանքը, խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատի։ Դոնալդ Տրամպը այս վերջի մեկ օրվա մեջ մի քանի հայտարարություն արեց, նաև այդ թվում, որ ինքը այսօրվանից
չի սկսում ռազմական գործողություններ, չի վերսկսում Իրանի դեմ, քանի որ Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Էմիրատների, Միացյալ Արաբական Էմիրատների ղեկավարությունը խնդրեց իրան չսկսել, քանի որ դեր շանս կա համոզել Իրանին գնալ զիջումների։ Այո, Միացյալ Նահանգները իրոք պատրաստ են ռազմական գործողություններ վերսկսել Իսրայելի հետ միասին Իրանի դեմ։ Հետևանքները նորից կլինեն բավական բարդ նույն ամերիկացիների համար, բայց մյուս կողմից ինչ անեն Միացյալ Նահանգները։ Իրոք դժվար է բանակցել Իրանի հետ, իրոք դժվար է համոզել Իրանը, որ հարստացված ուրանը տա ամերիկացիներին, չպայի Իրանում, դժվար է համոզել, որ Իրանը հեշտ համաձայնվի միջուկային ծրագրերից, բարդ է գնում process-ը։ Իրանը նախապայմաններ դնում է, ասեմ ձեզ Իրանը ինչ է ասում։ Այդ դեպքում, եթե ուզում եք, որ մի բան ստորագրենք, դուք հանեք սանկցիաները, որոնք դրել ենք Իրանի վրա, կամ դադարեցրեք ջրային շրջափակումը Իրանի։ Բարդ զարգացումներ են գնում։ Իրանի նախագահ Պեզիշկյանը ասաց, որ մենք չենք հպատակվի, չենք ենթարկվի Միացյալ Նահանգներին։ Ուրեմն բարդ է վիճակը։ Մյուս կողմից կարծես թե իրանցիք հասկանալով, որ անխուսափելի են ռազմական գործողությունները իրանց դեմ, հիմա ուղարկեցին մեսեջ, որ կհամաձայնվեն, որ հարստացված ուրանը, որը իրանք ունեն, մոտավորապես 400 կիլո, որ դուրս բերվի Իրանից, բայց ոչ թե Միացյալ Նահանգներ, այլ Ռուսաստան։ Նայենք, մի գուցե վերջի պահին ինչ-որ կոմպրոմիս գտնեն, բայց ատկամել չեն հավատում, քանի որ Իրանի դիվանագիտությունը ես լավ զգում եմ, լավ եմ պատկերացնում իրանց ավանդույթները, իրանք կտանեն, կբերեն, բանակցեն ու հիմա ինտենսիվ շատ կոնտակտեր են գնում Պակիստանի միջոցով առաջի հերթին եւ դա կարող է ինչ-որ արդյունք տա, բայց ցանկացած դեպքում չեմ հավատում, որ Իրանը իր իրավունքից, միջազգային իրավունքից միջուկային ծրագրեր խաղաղ ճանապարհով օգտագործելու այս իրավունքից կհրաժարվեն։ Ադրբեջանը Վրաստանի հետ լրջագույն փաստաթղթեր ստորագրեց։ Դուք գիտեք, Ադրբեջանը տալիս է, ծախում է Վրաստանին գազ բավական լավ գներով, այս պայմանագիրը սպառվեց, ավարտվեց, պետք է երկարաձգվեց ու Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլի ստորագրեց նոր պայմանագիր գազի հետ կապված Ադրբեջանի արտգործնախարարի հետ, պարոն Բայրամովի հետ։ Համագործակցությունը Ադրբեջան-Վրաստան գազի ոլորտում, նավթի ոլորտում եւ էլեկտրոէներգիայի ոլորտներում շարունակվում է։ Այնտեղ շատ ու շատ փաստաթղթեր ստորագրվեցին ու նույն գազի պայմանագիրը երկարաձգվեց, ես ասացի 20 տարով։ Վրաստանը եւ Ադրբեջանը նաեւ պայմանավորվեցին, որ վերականգնվում են երկաթգծային կապը երկրների միջև, խոսքը գնում է ուղևորատար գնացքների մասին։ Բեռնատար գնացքները այտենց էլ աշխատել են Ադրբեջան-Վրաստան, բայց ուղևորատար հիմա կվերականգնվի։ Ուրեմն այս միջին միջանցքի այդ գաղափարը Ադրբեջանը շարունակում է ուժեղացնել, զարգացնել։ Եվ որ մենք խոսում ենք միջին միջանցքի մասին, պարզ է ինչի մասին է խոսքը։ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա, Եվրոպա։ Ու այս ծրագրերը, Դոնալդ Թրամփ ծրագրերը նաև մի մասն են այս մեծ ծրագրի։ Բայց Հարավային Կովկասով այդ ճանապարհը կարող է եւ Հայաստանով անցնի, եւ կա միջանցք, որը Վրաստանով այտենց էլ աշխատում է։ Նավթամուղերը, գազամուղերը, երկաթգիծը, իմիջիալոս կողմերը պայմանավորվեցին այն երկաթգիծը Բաքու, Թբիլիսի, Կարս ավելի լավ աշխատացնել, քանի որ այնտեղ սահմանափակումներ կան, ծանր ռելիեֆի պատճառով, հիմա ավելի էֆեկտիվ աշխատացնել։ Ինչու այդ մանրամասն այդպես ասում եմ։
որ դուք հասկանաք, որ Ադրբեջանը շարունակում է այս ծրագրերը զարգացնել, քանի որ միջին միջանցքի այդ գաղափարախոսումը, մոտեցումը, այս ճանապարհները, միջանցքները անպայման կբացվեն ու մենք ստեղ պետք է մաս լինենք։ TRIP ծրագիրը, Դոնալդ Թրամփ ուղու ծրագիրը, այս պլանները հենց մասն են այդ մեծ ծրագրի։ Իդեպ ասեմ ձեզ Իլհամ Ալիևը, երբ որ մի քանի օր առաջ անցավ ոչ ֆորմալ գագաթնաժողովը չուրքալեզու պետությունների, այնտեղ ելույթ ունեցավ ու ասեց, որ միջին միջանցքի դերը մեծանում է, քանի որ աշխարհում շատ են պրոբլեմներ, խնդիրներ, բաց է ակնարկ է արվում Հորմուզի նեղուցի փակ լինելը, Կարմիր ծովում խնդիրներ, դες ջրային, երբ որ միջանցքները, ճանապարհները չեն աշխատում, ցամաքայինը առաջ է գալիս։ Պետք է ասեմ, որ Ռուսաստանը անընդհատ աշխատում է Ադրբեջանի հետ, փորձում է համոզել Ադրբեջանին, որ Հարավային Կովկասում նորից վերադառնան այն քաղաքականությանը, որը վարում է Պուտինը, որ Սյունիքի ճանապարհները վերահսկողության տակ լինեն Ռուսաստանի եւ այլ ու Ռուսաստանում Կազան քաղաքում անցեկացվել մի քանի օր առաջ մեծ տնտեսական ֆորում, որին մասնակցեց աշխատանքներին նաև Ադրբեջանի պատվիրակությունը Շախին Մուստաֆայևի գլխավորությամբ ու հետո առանձին իրանք հանդիպեցին Ալեքսեյ Օվերչուկի հետ, այն փոխվարչապետ Ռուսաստանի, որ այդ հարցերով զբաղվում է։ Ուղղակի պետք է հետևենք, որ այդ process-ները գնում են, որ հասկանանք, որ այդ process-ները լուրջ են ու անպայման արագացնենք Դոնալդ Թրամփ ծրագրի իրականացումը։ Մեհեր Գրիգորյանը տվեց ինտերվյու 10 գործակալության մի քանի օր առաջ ու կրկնեց այն մտքերը, որ ասում է Հայաստանը, որ Հայաստանի վարչապետը ինքը կրկնեց այդ մտքերը, որ Հայաստանը լիարժեք անդամ է ԵԱՏՄ-ի, ուրեմն բոլոր որոշումների մեջ լիարժեք աշխատանք է տանում, բայց երբ որ ասացին, բայց Եվրոմիությունը ԵԱՏՄ-ին չեն կարող միասին լինել, ինքը կրկնեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ դեր այդ հարցը ակտուալ չի, Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, այո, Հայաստանը դեպի եվրոինտեգրացիա գնում է, բայց հիմա վաղ է խոսել, քանի որ մենք նույնիսկ չենք տվել հայտ, որ դառնում ենք եւ ուզում ենք դառնալ Եվրոմիության անդամ, ուրեմն այնտեղ չափորոշիչներ կան, ստանդարտներ, որոնց մենք չենք համապատասխանում։ Ուրեմն ակտուալ չի այդ հարցը։ Ու ավելին ինքը պատասխանեց այն հարցին, դուք պլանավորում եք անցկացնել հանրաքվե, ինքը ասեց, որ հանրաքվեի մասին է խոսքը։ Ճիշտ պատասխաններ են, այդ պաշտոնական դիրքորոշումը Հայաստանինն է։ Ես պատահական չեմ համարում, որ Մեհեր Գրիգորյանը 10 գործակալության տվեց ինտերվյու, պատասխանեց, նորից ֆիքսեց դիրքորոշումը, քանի որ Ռուսաստանի պաշտոնյաները ամեն օր գրեթե կրկնում են այդ բառը, Հայաստանը պարտավոր է հիմա անել ընտրություն Եվրոմիություն ԵԱՏՄ, մինչդեռ իրոք որ ընտրության մասին է խոսքը, Հայաստանը նույնիսկ հայտ չի ներկայացրել Եվրոմիության անդամակցությանը։ Ես ավելին ձեզ ասեմ, այդ շոշափումը այդ հարցի անընդհատ ռուսական պաշտոնյաների կողմից ինչի համար է, որ մայիսի 28-ին, գալիք մայիսի 28-ին, պլանավորվող ԵԱՏՄ-ի գագաթնաժողովի ժամանակ, որ օրինակ Ռուսաստանը կարողանա մտցնել օրակարգ այդ հարցը, որ Հայաստանը այստեղ գագաթնաժողովում թող մեզ նույն պահին բացատրի ու պատասխան տա։ Ու դու գիտեք, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց գնալ Մոսկվա մայիսի 28-ին, քանի որ ընտրարշավ է գնում, ինքը ընտրություններով է զբաղվում, իր թիմը պայքարում է վերընտրվելու ու դու գիտեք որոշում կա, որ Մեհեր Գրիգորյանն է ներկայացնելու, ղեկավարելու մեր պատվիրակությունը, որը այդ գագաթնաժողովին ԵԱՏՄ-ին կմասնակցի։ Ու մերոնք միջև գագաթնաժողով ուղարկում են այդ մեսեջները, որ մեր դիրքորոշումը սա է, մենք լիարժեք անդամ ենք ու ոչ մի հարցեր չպետք է մտնեն օրակարգ կապված մեր անդամակցության կամ չանդամակցությանը ԵԱՏՄ։ Ճիշտ քաղաքականություն է, քանի որ
Այն քաղաքական որոշումը, որը կառավարությունը արեց, որ մենք գնում ենք դեպի եվրոինտեգրացիան, դա քաղաքական որոշում է։ Անցնելը ստանդարտների այդ երկար ճանապարհ է ու ինչ որ ժամանակ հետո երբ որ ակտուալ լինի, մերոնք այդ հարցը կդնեն մեր քաղաքացիների առջև, բայց հիմա վաղ է խոսել։ Մյուսը Ադրբեջանը ուղարկեց Հայաստան Վրաստանի երկաթգծերով 14 վագոն ծորեն։ Այդ ծորենը Ռուսաստանից մտավ Ադրբեջան ու Ադրբեջանը երկաթ իր գծերով ուղարկեց Վրաստանի երկաթգծերով այդ ծորենը Հայաստան։ Այդ ծորենը Ռուսաստանից է գալիս Ադրբեջանի տարածքով։ Այդ ինֆորմացիոն կարգով ուզում եմ դες ասել։ Գրեթե ամեն օր վերջի ժամանակներս ես դες ներկայացնում եմ տարբեր աշխարհի ճանաչված պարբերականներ, թերթեր, վերլուծական կենտրոնների ուսումնասիրություններ, որոնք խոսում են Հայաստանի մասին, Հայաստանի ընտրությունների մասին, Հարավային Կովկասում զարգացումների մասին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության այդ process-ի մասին, մեր ներքաղաքական իրավիճակի մասին։ Ու դա լավ է, հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ բարձր է, ու շատ հոդվածներ, շատ օբյեկտիվ հետաքրքիր ուսումնասիրություններ են, օրինակ նույնիսկ Իռլանդիայի հերթը ասավ, Իռլանդիան շատ հեռու գտնվող երկիր, այնտեղ կա The Irish Times ամենահեղինակավոր թերթերից մեկը այդ երկրում, որտեղ որ մեր թեմաներին վերաբերող Հայաստանի ընտրությունների, նաև Ղարաբաղի թեմային հոդված էր, բավական օբյեկտիվ հետաքրքիր հոդված է, հատուկ ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, AFP գործակալությունը նաև հետաքրքիր ուսումնասիրություն տարավ կապված իշխանություն մեր հայ-առաքելական եկեղեցու հարաբերություններին վերաբերյալ Նեզավիսիմայա թերթը ռուսական մեծ հոդված տվեց վերլուծություն այս ընտրությունների հետ կապված, ինչ է կատարվում, ինչ է արվում, ու պարզ է Ռուսաստանի դիրքորոշումը նա է, որ անընդհատ շոշափում են Լեռնային Ղարաբաղի հարցը, Ղարաբաղի հարցի կորուստը, պարզ է ինչի, սրելու հարաբերությունները Հայաստանում, կարծես թե վերլուծություն էր, բայց այդ թեման կար, հետո անկլավների թեման, ասում են Նիկոլ Փաշինյանը ուզում է հրաժարվել անկլավներից, իր ելույթում ինքը ասեց, դա լարվածություն մցրեց, անընդհատ Ռուսաստանում հնչած ձայները, նաև այդ թերթերում ուղղված են այն ուղղությամբ, որ գործող իշխանությունները, չգիտեմ ինչ որ բաներ չեն արել կապված Ղարաբաղի հարցի հետ։ Գիծը Ռուսաստանի եւ պաշտոնյաների, եւ Պետդոմայի падգամավորների եւ ղեկավարների եւ վերլուծաբանների եւ ռոպագանդիստների նա է որ լարվածությունը մցնել, որ ասել տեսակ Նիկոլ Փաշինյանը սրանից է հրաժարվում, նրանից է հրաժարվում եւ այլ եւ այլ։ Հիմա այս հոդվածում շատ հետաքրքիր բան կար, նորից ասացի Ղարաբաղի հետ կապված ու շեշտադրված դրա հետ կապված։ Նաև այդ հոդվածում Նեզավիսիմայա գազետայում կար Հայաստանի ինտեգրացիոն process-ը դեպի Եվրոմիություն որպես բացասական երևույթ։ Հիմա Stratfor-ը, փորձագետները Stratfor-ի այդ գործակալության շատ ճանաչված են, բավական հետաքրքիր վերլուծություն տվեց Հայաստանի իրավիճակի, չեմ կրկնի, չեմ խորանա, բայց շատ կարևոր միտք իրանց ասեցին, որ Ռուսաստանը կողմնակից է, որ Հայաստանում այս ընտրարշավի ժամանակ լարված վիճակի լինի, լեգիտիմությունը այդ process-ի թուլանա, որ նույնիսկ սկսվեն ինչ-որ ծանր բախումներ ներսում այս ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի միջև, որ Մոսկվան ասի, տեսակ էսա եվրոինտեգրացիան ինչ տվեց Հայաստանի։ Եվրոինտեգրացիան տվեց ապակայունացում Հայաստանի։ Տես ես ճիշտ եմ ասում, երբ որ ասում եմ, որ պլան B Մոսկվայի նա է, որ ամեն ինչ անել, որ ապակայունացվի ներսից Հայաստանը, սրել հարաբերությունները ու այդ հոդվածները Ռուսաստանի հայտարարությունները պաշտոնյաների նրան են միտված։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ անցնում է պլան B-ի։
Հասկանալով, որ հեշտ չի լինի հասցնել իշխանությանը ռուսամետ ուժերին, Մոսկվան անցնում է պլան B-ի, իմիջիալ դա շատ նման է նրան, ինչ արվեց Ղարաբաղում միջև Ղարաբաղի հայաթափում։ Եվ որ Ռուսաստանը պահանջում էր իշխանափոխություն Ղարաբաղում, որ գա իրանց վստահելի մարդ, ու դրանից հետո ասացին, դե դուք լեգիտիմ չեք, Ղարաբաղցիք, ու ինչով ավարտվեց պատմությունը դուք գիտեք։ Շատ նման սցենարով էր շարժվում, պարզ է, որ Ռուսաստանը այդ Ուկրաինայի սցենարը անընդհատ առաջ է բերում, այդ Ստրատֆորի վերլուծության մեջ այդ բաղադրիչը կա, իրենք ասում են անընդհատ ինչ որ զուգահեռներ անցկացնում են Ուկրաինայի հետ, վախացնում են Հայաստանը, բայց գլխավոր միտքը Ստրատֆորի վերլուծաբանների նրանում է, որ Ստրատֆորի, որ իրենք ասում են, որ Ռուսաստանը ուզում է, որ ապակայունացում լինի, որ հետո ասի, էսա եվրոինտեգրացիան ինչի է բերում։ Դելեգիտիմացիա են ուզում Ռուսաստանը մեր ընդրարշավի, ու գիտեք, ուղիղ մեկ օր անց, երեք, այդ հոդվածը մայիսի 17-ին էր, մայիսի 18-ին երեք Մարիա Զախարովայի հայտնի գրառումը, դուք հիշում եք, Մարիա Զախարովան դա պաշտոնական ներկայացուցիչ է Ռուսաստանի ԱԳՆ-ի, ու ինքը արձագանքեց այն միջադեպին, որը կար երեք, երբ որ Նիկոլ Փաշինյանը ունեցավ բավական թեժ բանավեճ մի կնոջ հետ, որը բժիշկ է։ Բանավեճը վերաբերվում է Ղարաբաղի հարցի, իր քաղաքականության հետ Ղարաբաղի հարցով, այդ կինը քննադատեց, Նիկոլ Փաշինյանը էմոցիոնալ արձագանքեց, ու ինչ է ասում Մարիա Զախարովան։ Մարիա Զախարովան ասում է, որ տեսակ ինչի է բերում այս գիծը դեպի եվրոինտեգրացիա։ Տեսակ ինչի է բերում, որ Նիկոլ Փաշինյանը շփվեց Մակրոնի եւ Զելենսկու հետ Երևանում։ Այս է, ասում է, եվրոպական արժեքներ, երբ որ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատում է մարդկանց եւ վախացնում է եւ սպառնում է քաղաքացիներին։ Տեսակ Ստրատֆորի վերլուծաբանները ինչքան ճիշտ վերլուծեցին։ Իրենք ասացին, Ռուսաստանին պետք է այս ծանր վիճակը, բանավեճեր, լարված վիճակ, նույնիսկ բախումներ Հայաստանի ընտրարշավի ժամանակ, որ Ռուսաստանը ասի, տեսակ էսա ձեր եվրոպական արժեքային համակարգը։ Ու մեկ օր անց պարզվեց, որ իրանք ճիշտ էին, Մարիա Զախարովան շատ ուրախացած էր, որ այդ վեճը բախումը եղավ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանի քաղաքացիներից մեկի կնոջ հետ, որը բժիշկ է։ Այո, այդ կինը իրավունք ունի իր կարծիքը ունենալ, ասեց Նիկոլ Փաշինյանը նյարդացած արձագանքեց, ցավոտ արձագանքեց այդ թեման Լեռնային Ղարաբաղի պարզ է Իրան շատ է նյարդացնում, փորձում են իր վրա ամբողջ մեղքը գցել, մինչդեռ բոլորս հասկանում ենք մեղքը նախկինների ինչքան մեծ էր այս ծանր զարգացումների հետ կապված Ղարաբաղի հարցում։ Ու հիմա ուզում եմ մի քանի խոսք ասել մեր ներքին զարգացումների մասին։ Առաջինը ուզում եմ ասել, որ ես տեսնում եմ լարված վիճակ, ես տեսնում եմ, որ առանձին դեպքերում բանավեճեր սկսվում են Նիկոլ Փաշինյանի եւ առանձին քաղաքացիների միջև երեք էլի կար բանավեճ մարդկանց հետ։ Ես հեռու եմ այն բանից, որ միտումնավոր է դա արվում կամ դասադրանքներ են, իրոք կան մարդիկ, որ դժգոհ են կառավարության քաղաքականությունից, բայց կոչ եմ անում բոլոր եւ քաղաքական ուժերին եւ անձերին ճանաչված գլխավոր դեմքերին այս ընտրարշավի փորձ չանցնել ինչ որ սահմաններ, քանի որ ոչ ոք չի շահի, այդ հստակ կարող եմ ասել, եթե Հայաստանում ոչ լեգիտիմ ընտրություններ կլինեն, քանի որ այս ձևի դեպքեր, լարված վիճակ, իրար փնովել, իրար վիրավորել, այդ ամեն ինչը ստվեր է գցում այս մեծ ընտրարշավի վրա ու բացառել բռնություն մեր քաղաքական դաշտում։ Այս պետք է բոլորս մենք ֆիքսենք։ Ու պարզ է բարապաշարը, բոլորը պետք է հետևեն իրենց բարապաշարին, ոչ միայն
ընդդիմադիր լիդերները, որոնք ուղղակի վիրավորական խոսքեր են ուղում Նիկոլ Փաշինյանին, ինչը անթույլատրելի է, նաև Նիկոլ Փաշինյանը, նաև իշխող ուժը պետք է զգուշավոր լինի իր արտահայտություններում, հասկանալով, որ դա կօգտագործեն ճուզողները մեր երկրի դրսում էլ կան, ներսում էլ կան։ Հիմա այս գլխավոր խաղացողների այս ընտրարշավում, դուք գիտեք, 19 ուժ է մասնակցում այս ընտրարշավին։ Պարզ է, ցանկացած ընտրարշավի ժամանակ նախկինում եւ հիմա ռեսուրսը մեծ դեր է խաղում։ Ուրեմն գործող իշխանությունները եւ 3 ռուսամետ ուժերը, հասկանալի է, քաղ պայմանագիրը դա գործող իշխանություններն են, գլխավոր 3 ընդդիմադիր ուժերը, ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները եւ Բարգավաճ Հայաստանը, այդ գլխավոր պայքարը իրանց մեջ է գնում։ Բևեռացված վիճակ, մի կողմից Նիկոլ Փաշինյան իր կուսակցությունով, մյուս կողմից այդ 3 ուժերը, ռեսուրսի դերը մենք տեսնում ենք մեծ է, դա է պատճառը, որ գլխավոր խաղացողները այս խաղացողներն են։ Էդ էլ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը գլխավոր իր դիտողությունները միշտ անում է ու քննադատությունը այս 3 ուժերի նկատմամբ պարզ է ուշադրությունը ամբողջ հասարակության այդ ուժերի նկատմամբ է։ Ոստեղ է մենք տեսնում ենք տարբերությունը մոտեցումների, գաղափարների։ Նիկոլ Փաշինյանը բազմավեկտոր քաղաքականության կողմնակից է կամ բալանսավորվող քաղաքականության կողմնակից է շարունակել խաղաղության process-ը Ադրբեջանի հետ։ Մյուսները կողմնակից են այդ 3 ռուսամետ ուժերը վերադառնալ Ռուսաստանի ծիրույթ, կոպիտ ասած վերականգնել հապկում իրանց մեր անդամակցությունը Հայաստանի միջնորդ գլխավոր խաղաղության միջնորդ ընտրել Ռուսաստանին, մի քիչ վերջի ժամանակները փոխեցին իրանց շեշտադրումները, ասում են չէ, միջնորդ կարող է լինել բացի Ռուսաստանից Ամերիկան, Ֆրանսիան, բայց էությունը նույնն է ու ակնհայտ է, իրանք այդ ռուսամետ ուժերը կվերանայեն խաղաղության պայմանագիրը։ Իրանք համարում են, որ Ղարաբաղի հարցը մեջը պետք է մտած լինի, բաց են ասում, այս բևեռացված պատկերը մենք ունենք։ Հիմա այլ ուժերի մասին։ Իմ կարծիքով էլի 2 ուժեր ունեն շանսեր անցնելու բավական երևացող այդ բևեռացումը պարզ է շանսերը փոքրացնում է այլ խաղացողների, բայց էլի 2 ուժ իմ կարծիքով նու գոնե երբ որ մենք նայում ենք, որ ուժերն են կարողանում հավաքներ հավաքել այս 11 օրը ցույց տվեցին, պարզ է քաղ պայմանագիրը ամենամեծ հավաքներ է հավաքում ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի, Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած եւ Բարգավաճ Հայաստանը Գագիկ Ծառուկյանում գլխավորած իրանք ունեն ռեսուրս, այդ երևում է, որ մեծ բավական հավաքներ հավաքում են։ Բայց էլի 2 ուժ ես նկատեցի հավաքներ ավելի համեստ, բայց ստացվում է դա Հանրապետություն կուսակցությունը Արամ Զավենի Սարգսյանի եւ Միասնության թևեր Արման Թաթոյանի նախկին օմբուդսմեն։ Տեսակ ես չեմ ասում իմ կարծիքը, ում գաղափարախոսությունը ավելի մոտ է ինձ, ում հետ համաձայնում, ում հետ համաձայն չեմ, ես իմ ուսումնասիրությունները, մոնիտորինգը եմ փոխանցկացնում էի, շատ կարևոր բաղադրիչներից մեկը շանս ունեն, չունեն հավաքել տոկոսներ ընտրությունների ժամանակ, ցույց է տալիս դու կարողանում ես հավաքներ հավաքել, թե ոչ։ Ու ինչքան հասկանում եմ, այս 4-ը գումարած այս 2 ուժերի հետ միասին իրենք ինչ որ հավաքներ հավաքում են։ Պարզ է քաղ պայմանագիրը ամենամեծ հավաքներ են հավաքում, ուժեղ Հայաստանը, բայց մոտավորապես 6 ուժերի մասին է խոսքը, ովքեր հավաքում են։ Հիմա, բայց ընդհանուր 19 ուժ չէ մասնակցում են, էլի 13 ուժեր կան։ Մեզ մոտ ցավով պետք է ասեմ, որ գաղափարախոսական մասը այդքան առաջին պլանում չի, ցավով, ու մենք ունենք երկբևեր այդպես իրավիճակ, պրո արևմտյան դիրքորոշում դեպի եվրոինտեգրացիա ու մյուս կողմից պրոռուսական դիրքորոշում, կարծես թե մեջտեղը այլ գաղափարներ չկան, նույն խաղաղության պայմանագրի նկատմամբ կամ
կողմնակիցը Նիկոլ Փաշինյանն է, մյուս պրոռուսական ուժերը դեմ են, չկան այլ ընտրանքներ գրեթե։ Բայց մասամբ պարզվեց, որ կա, ես ուսումնասիրեցի մոտավորապես 10 քաղաքական ուժերի այս վերջի իրանց մասնակցությունը այն բանավեճերի, որոնք հանրային դաշտում են գնում, հանրային հեռուստալիքով ուսումնասիրեցի իրանց մոտեցումները, լսեցի կարծիքները, գիտեք, ճիշտ ասեմ, որ այդքան վատ չի իրավիճակը, ճիշտ ասեմ, то есть կան այլընտրանքային դիրքորոշումներ, մոտեցումներ, բայց մենք հասկանում ենք մեկ բան, բազմակուսակցական համակարգը մեզ մոտ զարգացած չի, ռեսուրսային բազան չկա ու շատ գաղափարներ մնում են երկրորդ պլանում, քանի որ այլ ուժեր չունեն հնարավորություն ռեսուրս ավելի ակտիվ ներկայացնել դա հասարակությանը։ Բայց ինձ ուրախացրեց մյուս ուժերի մեջ, այդ 13 մյուս ուժերի մեջ իրոք կան գաղափարներ, մոտեցումներ, որոնք արժանի են ուշադրության։ Ու իդեպ ասեմ ձեզ այն բոլորի դեմ ուժը ես լսեցի շատ հետաքրքիր կարծիք ասեցին, իրանք ասել, եթե մենք անցնում ենք, մենք հարցը կդնենք այդպես, որ նոր ընտրություններ 100 օրվա ընթացքում պետք է անցկացնենք, ու այդ շեմը 4%-անոց իջեցնենք 1%-ի, ինչը հիշում եք մի ժամանակ արվեց Վրաստանում, որ նույնիսկ փոքր հնարավորություն ունեցող ուժը կարողանա անցնել 1%-ը շատ ուժեր կարողանան այդ շեմը անցնել, ուրեմն իրանք կունենան 1-2 մանդատ, դա հերիք է, որ այս ուժերի գաղափարախոսությունը հնչի ազգային ժողովում։ Միտքս ինչու՞մ է։ Ինձ այս բավական ծանր լարված վիճակում ուրախացրեց, որ այլ կարծիքներ կան, բայց այս ընտրությունների ժամանակ իշխող կլինի պարզա երկու կարծիքներ։ Մի մոտեցում, որը առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը, խաղաղության օրակարգ, եվրոինտեգրացիոն պրոցեսներ եւ բազմավեկտոր քաղաքականություն, մյուս կողմից կլինեն դոմինանտ մյուս կողմը, դոմինանտը կլինի այդ ռուսամետ ուժերի, որոնք ասում են, չէ, հետ պետք է գանք Ռուսաստանի, մոռանանք, որ Ռուսաստանը հանձնեց Ղարաբաղը, հետ գանք Ռուսաստանի, ինքը պետք է լինի մեր երաշխավորը։ Ու իմ կարծիքով այս գլխավոր երկու մոտեցումների միջև կգնա պայքարը։ Այլ կարծիքներ, որոնք կան, ու ես ուրախ եմ, որ կան, իրենք չեն կարողանալու այդքան ուժեղ հնչել, որ անցնեն այդ ուժերը այդ շեմերը։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ։